Ընտրություններն ավարտվեցին։ Ճիշտն ասած ավարտվեցին հենց այնպիսի ելքով, ոնց որ ես պատկերացնում էի։ Հիմա, քանի որ արդեն հետընտրական շրջան է, իսկ ընտրությունները փաստացի արդեն կայացած է, կարելի է խոսել ոչ միայն իշխանության մասին, այլ նաև մեր ընդդիմության մասին, որովհետև ընտրությունները հենց քննություն է զուտ ընդդիմության համար։ Ինչպիսին է ընդդիմությունը, ինչի համար պետք է իշխանափոխություն տեղի ունենա, երկրում ապրող բնակչության ընտրության իրավունք ունեցողների մեծամասնությունը ինչի համար պետք է իրենց ձայները տան ընդդիմությանը, որ նոր իրողություն տեղի ունենա։ Հենց այստեղ շատ մեծ հարցականներ կան ու շատ մեծ խնդիրներ ունենք։ Այդ խնդիրները ինչքան էլ որ ցավալի է ու ինչքան էլ որ մեր ընդդիմադիրները փորձում են բնականաբար մեղադրել իշխանություններին, որ իշխանությունները օգտագործել են իշխանական լծակները, բռնաճնշումներ, չգիտեմ, հազար ու մի տեսակի գործիքակազմ, որին որ բնականաբար օբյեկտիվ տիրապետում է ցանկացած երկրում ցանկացած տիպի իշխանություն, մեր երկիրն էլ բացառություն չէ։ Բնականաբար ոչ մի երկրում, ոչ մի ժամանակաշրջանում, ոչ մի դարաշրջանում, ոչ մի իշխանություն իր տեղը հենց այնպես չի զիջում ընդդիմությանը։ Ու մենք բնականաբար բացառություն չենք ու մենք ունենք այն, ինչ որ ունենք։ Հիմա մենք ունենք անելիք, մենք պետքա կարողանանք վեր կանգնել էմոցիաներից, մենք պետքա կարողանանք առերեսվել այն իրականության հետ, ինչը որ մենք ունենք, մենք պետքա կարողանանք հասկանալ ինչի համար մարդիկ օբյեկտիվ իրենց քվեն չեն տվել ընդդիմադիր մեր կուսակցություններին, դաշինքներին, գործիչներին եւ այլն։ Այստեղ յուրաքանչյուրն իր հերթին ունի մտածելու, մտորելու լիքը տեղ, որովհետև քվեն այնպիսի բան է, որ մուրելով կամ զուտ խոստումներով, այ որ ձեր ձայնը տաք ինձ, այսպես կլինի, այնպես կլինի, ցավոք սրտի, այդպես չի լինում։ Մարդիկ քաղաքական գործիչը, որ հայտ է ներկայացնում իշխանություն վերցնելու երկրի բարձրագույն պաշտոնին հավակնում, նա լավագույնս պետք է կարողանա հասկանա երկրում ապրող ցանկացած քաղաքացու, սկսած ծայրաստիճան ծանր վիճակում ապրող մարդուն, անգրագետ մարդուն, գրագետ մարդուն, կիսագրագետ մարդուն, քաղաքական այլ հայացքներ ունեցող մարդուն, բայց ցավոք սրտի, ինչպես ցույց է տալիս փորձը, մեր երկրում ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը չեն ուզում կամ չունեն բավական գիտելիքներ, որ առերեսվեն այդ իրականության հետ, որ կարողանան յուրաքանչյուրի հետ զրուցել, հասկանալ յուրաքանչյուրի խնդիրը, հրամցնել կամ բավարարել թե յուրաքանչյուր քաղաքացու խնդիրը ու փորձել լուծում տալ, թե ընդհանրացնել այդ խնդիրները ու փորձել արդեն գլոբալ խնդիրներ լուծելով առաջ գնալ։ Խոստումը վաղուց արդեն է 90-ականներին կար մի ժամանակ, որ ընտրությունից ընտրություն, ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, նախագահական ընտրությունների ժամանակ գալիս էին առանձին մարդիկ, այն ժամանակ ազգային ժողովի ընտրությունները համամասնական ու մեծամասնական ընտրակարգով էր տեղի ունենում, գալիս էին, խոսում էին, մեկի կրիչն էին վերանորոգում, մեկի հայատն էին ասֆալտ անում եւ այլն, ու այս հարատավոր երևույթը բնականաբար հետևանք է թողել։ Հիմա ցավոք սրտի մեր հասարակության ճնշող մեծամասնության մոտ ձևավորվել է այնպիսի արդեն կարծիք, մտավախություն, որ մեկը գալու են խոսք տան, գնան ու ոչ մի բան չանեն։ Մեկը գալու են խոսք տան, քվեն վերցնեն ու գնան իրենց անձնական կամ խմբային շահերը բավարարեն։ Ու բնականաբար ընտրողը կամ ընտրողները
օբյեկտիվ ճիշտ են, որովհետև հենց այդպես էլ լինում է։ Այն արատավոր երևույթը, որը որ ընտրակաշառք կոչված արատավոր երևույթը, ընդհանրապես մեր իրականություն ներմուծվել է էլի ցավոք սրտի մեր քաղաքական գործիչների կողմից, որովհետև քաղաքացին ուղղակիորեն չէր կարող գնար, պահանջեր ու ստանար ընտրակաշառք։ Նրան բերել են, տվել են, խաբել են, բացատրել են, համոզել են, որ մեկը քո ձայնը որոշիչ չէ, այ դու վերցրու ես փողը, գնա ձայնը տուր ինձ։ Այս արատավոր երևույթները ցավոք սրտի ներմուծել են մեր իրականություն, մեր քաղաքական գործիչները։ Իսկ դա այսօր արդեն տալիս է իր պտուղները, մեր հասարակությանը դեգրադացրել են, ընդ որում դեգրադացվել է հենց, եթե չխոսենք սովետական միության վերջին տասնամյակի մասին, խոսենք արդեն անկախ Հայաստանի իրականության մասին, կարելի է որոշ վերապահումներով պնդել, որ մեր ամբողջ ավելի քան 35 տարվա ընթացքում մեր իշխանությունները չեն արել, ուղղակի կամ չեն հասկացել, կամ չեն ուզեցել, որ մեր մատաղ սերունդը լինի կիրթ, ընդ որում կրթությունը պետք չի խառնել տառաճանաչության հետ, կրթությունը պետք չի խառնել ուղղակի փեշակ ստանալու հետ, կրթությունը պետք չի խառնել անգամ եթե մենք ունեցել ենք բարձրագույն ավարտած մեծ թվով երիտասարդներ, գուցե եւ իրենց ոլորտում որոշակի պրոֆեսիոնալ, բայց նրանց իրավական ու քաղաքական գիտակցությունը զրոյին հավասար է կամ զրոյից ցածր է։ Սա արդեն սոցիալ-հոգեբանական խնդիրների մասին է գնում խոսքը։ Ցավոք սրտի, երբևէ դրա մասին կամ չի մտածվել, կամ ուղղակիորեն կամ մտածված խեղվել է այդ ամեն ինչը, որովհետև մեծ հաշվով յուրաքանչյուր քաղաքական ուժ, ով որ երկրում ունի բացարձակ իշխանություն, նրան մեծ հաշվով պետք չի հասարակություն, որը որ ընդունակ է հարցեր ձևակերպելու ու հարցեր տալու։ Մտածող մարդը շատ վտանգավոր։ Այսուհետ փորձելու եմ վերլուծել քաղաքական մեր իրականությունը ամբողջությամբ, առանց վերապահումների, խոսելու եմ թե ընդդիմության, առավելապես ընդդիմության, թե իշխանության մասին, խոսքը գնալու է արդեն ոչ այնքան էմոցիոնալ դաշտում, այլ գնալու է գիտական, պրոֆեսիոնալ, սոցիալ-հոգեբանության, քաղաքական գիտության հարթության վրա, ու փորձելու եմ ժամանակ առ ժամանակ հրավիրել հյուրեր տարբեր մասնագիտությունների, միմյանց հետ մտքերով փոխանակվելու, վերհանելու խնդիրները ու յուրաքանչյուր խնդրին փորձելու լուծումներ առաջարկել։